Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի դահլիճում հնչեցին կրակոցները, երկիրը կորցրեց մարդուն, ով 30 տարի շարունակ եղել էր Հայաստանի քաղաքական կյանքի անբաժանելի մասը։ Կարեն Դեմիրճյանը, խորհրդային Հայաստանի առաջին քարտուղարը, անկախ Հայաստանի խորհրդարանի նախագահը, մարդը, ում անունը արտասանում էին հարգանքով վախով միաժամանակ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո, ավելի շատ հարցեր է բարձրացնում, քան պատասխաններ։ Մինչ ողջ երկիրը զսկում էր, մինչ հազարավոր մարդիկ հոսում էին Երանի փողոցներով, հարգելով իրենց առաջնորդի հիշատակը, քաղաքական դահլիճների ետնամասում արդեն սկսվել էր մի այլ պատերազմ։ Դեմիրճյանի քաղաքական ժառանգությունը, նրա կապերը, նրա ազդեցությունը, նրա անտեսանելի ցանցը դարձել էր ամենաթանկ արժեքը, որի համար պայքարում էին նրանք, ովքեր երբեմն կանգնած էին նրա կողքին։ Ո՞վ էր իրավունք ունենում ժառանգել այն ամենը, ինչ Դեմիրճյանը կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Ո՞վ էր այն մարդը կամ խումբը, որը կարողացավ առավել արագ արդյունավետ հավաքել այն քաղաքական կապիտալը, որը մնացել էր նրանից հետո։ Եվ ամենակարևորը, արդյոք այս բոլորը պատահական էր, թե՞ ինչ որ մեկը գիտեր, որ հոկտեմբերի 27-ը կփոխի ամեն ինչ, արդեն պատրաստ էր օգտվելու այդ փոփոխությունից։ Դեմիրճյանի քաղաքական կարիերան սկսվել էր դեռ 60-ականների վերջերին, երբ նա աշխատում էր Երանի քաղաքային կոմիտեում։ Նրա վերելքը եղել է արագ անսպասելի, երիտասարդ ինժեներից մինչ հայկական սովետական սոցիալիստական հանրապետության ամենահզոր մարդ։ 1970-ականներին նա դարձավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, պաշտոն, որը նշանակում էր բացարձակ իշխանություն հանրապետության վրա։ Դեմիրճյանի տարիները Հայաստանում հիշվում են որպես հարաբերական կայունության զարգացման շրջան։ Նա կառուցեց մետրոպոլիտեն, բացեց նոր գործարաններ, ընդլայնեց Երանը, ամենակարևորը, ստեղծեց քաղաքական ցանց, որը ներթափանցել էր հասարակության բոլոր շերտերը։ Յուրաքանչյուր նշանակում, յուրաքանչյուր կարիերայի վերելք, յուրաքանչյուր բիզնես հնարավորություն անցնում էր նրա միջոցով։ Մարդիկ, ովքեր ցանկանում էին հաջողություն ունենալ Հայաստանում, պետք է ճանաչեին Դեմիրճյանին, պետք է լինեին նրա համակարգի մասը։ Եվ նրանք, ովքեր մտնում էին այդ համակարգ, դառնում էին նրա պարտքի մեջ։ Սա չէր նշանակում միայն քաղաքական հավատարմություն։ Սա նշանակում էր անձնական կապեր, ընտանեկան կապեր, բիզնես շահեր, որոնք հյուսված էին այնպես, որ անհնար էր հասկանալ, թե որտեղ է վերջանում քաղաքականությունը, սկսվում անձնականը։ Դեմիրճյանը չէր պարզապես կառավարում Հայաստանը, նա էր Հայաստանը։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց 1991-ին, Դեմիրճյանը կորցրեց իր պաշտոնը, բայց ոչ իր ազդեցությունը։ Նա հեռացավ քաղաքական առաջին գծից, բայց նրա ցանցը մնաց անվնաս։ Մարդիկ, ովքեր իրենց կարիերան սկսել էին նրա օրոք, այժմ զբաղեցնում էին կարևոր պաշտոններ անկախ Հայաստանում։ Նրանք հիշում էին, թե ում են պարտական իրենց դիրքերի համար։ Եվ երբ 1998-ին Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն, որպես ազգային ժողովի նախագահ, դա ոչ թե նոր սկիզբ էր, այլ շարունակություն։ Նա բերեց իր հետ ամբողջ իր հին համակարգը, իր մարդկանց, իր մեթոդները։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Անկախ Հայաստանը չէր խորհրդային Հայաստանը։ Այստեղ կային նոր խաղացողներ, նոր շահեր, նոր կանոններ։ Եվ Դեմիրճյանը, թե հզոր, այլս միակը չէր։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հարաբերությունները եղել են բարդ, հանրային համագործակցություն, բայց ետնամասում մշտական լարվածություն։ Երկու հզոր մարդիկ, երկու տարբեր տեսլականներ, երկու համակարգեր, որոնք փորձում էին գոյակցել մեկ փոքր երկրում։ Ո՞վ էր իրականում վերահսկում իրադարձությունները։ Ո՞վ էր ունենում իրական ազդեցությունը։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ, եթե այդ հավասարակշռությունը խախտվեր։ Հոկտեմբերի 27-ի առավոտը Դեմիրճյանը արթնացավ իր տանը Երանի կենտրոնում։ Նա ուտեց նախաճաշ, կարդաց թերթերը, պատրաստվեց գնալ խորհրդարան։ Այդ օրը նախատեսված էր կառավարության հարցաքննություն, սովորական ընթացակարգ, որը տեղի էր ունենում պարբերաբար։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը պետք է պատասխաներ պատգամավորների հարցերին երկրի տնտեսական վիճակի, բարեփոխումների, ապագա ծրագրերի մասին։ Ոչինչ չէր նախազգուշացնում, որ այդ օրը կդառնա Հայաստանի պատմության ամենաարյունալի օրերից մեկը։ Դեմիրճյանը մտավ ազգային ժողովի շենք մոտ 15 ժամին։ Նա ողջունեց պահակներին, բարեց մի քանի պատգամավորների, բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր նիստերի դահլիճը։ Նա նստեց իր տեղում, նախագահի աթոռին, որտեղից տեսանելի էր ամբողջ դահլիճը։ Վազգեն Սարգսյանը նստած էր առաջին շարքում, նրա կողքին մի քանի նախարարներ, պատգամավորներ։
Նիստը սկսվեց ժամանակին։ Հարցեր, պատասխաններ, բանավեճեր, ամեն ինչ սովորական ընթացքով։ Բայց մոտ 17 ժամին դահլիճի դռները բացվեցին, ներս մտան մի քանի զինված մարդիկ։ Ինչ որ մեկը գոչեց, որ սա հեղաշրջում է։ Հնչեցին կրակոցներ։ Դեմիրճյանը չհասցրեց նույնիսկ ելք գտնել։ Նա ընկավ իր աթոռին, վիրավորված, արյունահոսող, անօգնական։ Վազգեն Սարգսյանը սպանվեց անմիջապես։ Դահլիճը վերածվեց քաոսի։ Մարդիկ թաքնվում էին սեղանների տակ, փորձում էին փախչել, գոչում էին օգնության համար։ Զինված մարդիկ պահում էին պատգամավորներին որպես պատանդներ ժամերով։ Երբ վերջապես ուժայինները ներխուժեցին ազատեցին պատանդներին, Դեմիրճյանը դեռ կենդանի էր, բայց ծանր վիճակում։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար։ Բայց վերքերը եղել են չափազանց ծանր։ Մի քանի ժամ անց Կարեն Դեմիրճյանը մահացավ, առանց գիտակցություն վերադառնալու, առանց հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, առանց տեսնելու, թե ինչ կլինի նրանից հետո։ Մինչ երկիրը սկում էր, մինչ հազարավոր մարդիկ հավաքվում էին հանրապետության հրապարակում, պահանջելով արդարություն, քաղաքական ելիտան արդեն սկսել էր վերաբաշխել ուժերը։ Դեմիրճյանի մահը թողեց հսկայական դատարկություն Հայաստանի քաղաքական լանդշաֆտում։ Նա եղել է կամուրջ հին նոր համակարգերի միջ, մարդը, ով կարողանում էր խոսել խորհրդային դարաշրջանի վետերանների, նոր սերնդի քաղաքականների հետ։ Նրա ցանցը, այդ անտեսանելի կապերի համակարգը, որը տասնամյակներ էր ստեղծվել, այժմ մնացել էր առանց կենտրոնի։ Եվ բոլորը, ովքեր եղել էին այդ ցանցի մասը, հասկացան, որ հիմա պետք է ընտրեն կամ փորձել պահպանել Դեմիրճյանի ժառանգությունը, կամ միանալ նոր ուժերին, կամ պարզապես փրկել այն, ինչ կարող էին փրկել։ Դեմիրճյանի որդին, Կարեն Դեմիրճյան կրտսերը, փորձեց ստանձնել հոր քաղաքական դերը։ Նա դարձավ ժողովրդական կուսակցության առաջնորդը, այն կուսակցությունը, որը հիմնադրել էր նրա հայրը։ Բայց նա չուներ հոր փորձը, նրա կապերը, նրա հեղինակությունը։ Նա էր անունը, բայց ոչ էությունը։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ Դեմիրճյանի ժառանգությունը չի կարող պարզապես փոխանցվել արյունով։ Քաղաքականությունը ավելի բարդ էր, քան ընտանեկան կապերը։ Մինչդեռ այլ խաղացողներ արդեն սկսել էին հավաքել այն կտորները, որոնք մնացել էին Դեմիրճյանի համակարգից։ Նրա հին մարդիկ, նրա գործընկերները, նրա բիզնես գործընկիցները, բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչպես շարունակել առանց իրենց հովանավորի։ Ոմանք միացան նախագահ Քոչարյանին, ոմանք փորձեցին պահպանել անկախությունը, ոմանք պարզապես անհետացան քաղաքական ասպարեզից։ Բայց մի բան հստակ էր, Դեմիրճյանի քաղաքական կապիտալը չանհետացավ։ Այն վերաբաշխվեց, փոխակերպվեց, ինտեգրվեց նոր համակարգերի մեջ։ Եվ հարցը չէր այն, թե արդյոք ինչ-որ մեկը ժառանգեց այն, այլ այն, թե ով էր ամենաարագը, ամենախելացին, ամենաանգութը այդ ժառանգությունը վերցնելու հարցում։ Հոկտեմբերի 27-ից հետո առաջին շաբաթները եղան քաոսի ժամանակ։ Երկիրը ապրում էր շոկի մեջ։ Ոստիկանությունը ձերբակալեց հարձակման կազմակերպիչներին, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ խումբը, որը պնդում էր, թե իրենք փորձել են հեղաշրջում կատարել, փրկելու երկիրը կոռուպցիայից, անարդարությունից։ Բայց շատերը չէին հավատում այս պարզ բացատրությանը։ Չափազանց շատ հարցեր էին մնում անպատասխան։ Ինչպես կարողացան զինված մարդիկ անցնել խորհրդարանի բոլոր անվտանգության միջոցառումները։ Ինչու վահակները չկանխեցին հարձակումը։ Ով գիտեր նախապես, որ այդ օրը տեղի կունենա ինչ-որ բան։ Եվ ամենակարևորը, ով էր շահում Դեմիրճյանի Սարգսյանի մահից։ Քննությունը տեց տարիներ, բայց երբեք չտվեց բավարար պատասխաններ այս հարցերին։ Պաշտոնական տարբերակը մնաց նույնը, մի խումբ ֆանատիկներ փորձեցին հեղաշրջում, ձախողվեցին, այժմ նստում են բանտում։ Բայց ստվերներում շարունակում էին շրջել այլ տեսություններ։ Ոմանք խոսում էին արտաքին ուժերի ներգրավվածության մասին։ Ուրիշներ պնդում էին, որ սա եղել է ներքին քաղաքական հաշվեհարդար։ Երրորդները հավատում էին, որ սա եղել է բիզնես շահերի բախում, որը վերածվել էր արյունալի ավարտի։ Իսկությունը, հավանաբար, ավելի բարդ էր, քան ցանկացած մեկ տեսություն։ Բայց մի բան անվիճելի էր, հոկտեմբերի 27-ը փոխեց Հայաստանի քաղաքական լանդշաֆտը անդառնալիորեն։ Եվ նրանք, ովքեր կարողացան արագ հարմարվել այս նոր իրականությանը, դարձան հաջորդ տասնամյակի հիմնական խաղացողները։ Դեմիրճյանի թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ։ Նրանք եկել էին բոլոր անկյուններից, Երանից, մարզերից, նույնիսկ Սփյուռքից։ Մարդիկ լացում էին, հիշում էին նրա օրերը, խոսում էին նրա մասին որպես մեծ առաջնորդի, որը սիրում էր իր ժողովրդին։
Բայց քաղաքական ելիտայի շրջանում տրամադրությունները այլ էին։ Այնտեղ չկար սուգ, այլ հաշվարկ։ Ով կզբաղեցնի Դեմիրճյանի տեղը խորհրդարանում։ Ով կվերահսկի ժողովրդական կուսակցությունը։ Ով կստանա մուտք դեպի այն ռեսուրսները, որոնք Դեմիրճյանը վերահսկում էր։ Այս հարցերը քննարկվում էին ոչ թե հրապարակայնորեն, այլ փակ դռների հետում, գիշերային հանդիպումներում, հեռախոսային զրույցներում, որոնք երբեք չգրանցվեցին։ Եվ աստիճանաբար սկսեց ձևավորվել նոր իրականությունը։ Դեմիրճյանի մարդիկ բաժանվեցին։ Ոմանք մնացին հավատարիմ նրա որդուն ժողովրդական կուսակցությանը։ Ուրիշներ միացան նախագահ Քոչարյանի թիմին, հասկանալով, որ իրական իշխանությունը այժմ այնտեղ է։ Երրորդները ստեղծեցին իրենց սեփական խմբերը, փորձելով պահպանել անկախությունը, ազդեցությունը։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ Դեմիրճյանի ազդեցությունը չանհետացավ։ Այն փոխակերպվեց։ Նրա ցանցը, նրա կապերը, նրա մեթոդները շարունակեցին գործել, բայց այժմ այլ անունների տակ, այլ դեմքերի հետում։ Քաղաքականությունը Հայաստանում միշտ եղել է անձանց խաղ, ոչ թե գաղափարների։ Եվ Դեմիրճյանը սովորեցրել էր ամբողջ մի սերնդի, թե ինչպես խաղալ այդ խաղը։ Նրա աշակերտները, նրա գործընկերները, նույնիսկ նրա թշնամիները սովորել էին նրանից։ Եվ այժմ նրանք կիրառում էին այդ դասերը նոր իրականության մեջ։ 1200-ականներին Հայաստանը մտավ նոր փուլ։ Նախագահ Քոչարյանը ամրապնդեց իր իշխանությունը։ Նոր դեմքեր հայտնվեցին քաղաքական ասպարեզում։ Տնտեսությունը սկսեց աճել։ Բայց Դեմիրճյանի ստվերը շարունակում էր ընկնել երկրի վրա։ Նրա անունը հիշատակվում էր հարգանքով, նրա նկարները կախված էին պաշտոնական շենքերում, նրա մասին գրվում էին գրքեր, հոդվածներ։ Բայց իրական հարցը չէր այն, թե ինչպես են հիշում Դեմիրճյանին, այլ այն, թե ինչպես է նրա քաղաքական ժառանգությունը շարունակում ազդել Հայաստանի վրա։ Ո՞վ են այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են կարևոր պաշտոններ, սկսել են իրենց կարիերան Դեմիրճյանի օրոք։ Ինչպիսի կապեր են դեռս գործում այն ցանցից, որը նա ստեղծեց։ Ինչպիսի բիզնես շահեր են դեռս կապված այն համակարգի հետ, որը նա կառուցեց։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանը իսկապես անցավ նոր փուլ հոկտեմբերի 27-ից հետո, թե պարզապես փոխվեցին դեմքերը, մինչդեռ համակարգը մնաց նույնը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռս փնտրվում են։ Եվ թերս երբեք չգտնվեն լիարժեք պատասխաններ։ Բայց մի բան հստակ է, Կարեն Դեմիրճյանի ազդեցությունը չմահացավ նրա հետ հոկտեմբերի 27-ին։ Այն ապրում է դեռս, փոխակերպված, ինտեգրված, անտեսանելի, բայց իրական։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ ժամանակակից Հայաստանի քաղաքականությունը, պետք է նախ հասկանան Դեմիրճյանի ժառանգությունը։ Ով ժառանգեց այն։ Ինչպես օգտագործեցին այն։ Եվ ինչպիսին է այդ ժառանգության գինը, որը երկիրը դեռս վճարում է այսօր։ Երբ Կարեն Դեմիրճյանի դին դեռ չէր սառել, երբ նրա արյունը դեռ չէր չորացել խորհրդարանի հատակին, երբ ողջ երկիրը դեռ ապրում էր շոկի մեջ, մի փոքր խումբ մարդիկ արդեն հավաքվել էր Երանի ծայրամասերից մեկում, հեռու լրագրողների ուշադրությունից։ Նրանք չէին սկավորներ։ Նրանք չէին եկել արտասվելու։ Նրանք եկել էին բաժանելու։ Այս մարդիկ եղել են Դեմիրճյանի ամենամոտ շրջապատից, նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ կառավարել էին նրա գործերը, վերահսկել էին նրա կապերը, իրականացրել էին նրա որոշումները։ Նրանք գիտեին ամեն ինչ, յուրաքանչյուր գաղտնի հաշիվ, յուրաքանչյուր անտեսանելի պայմանագիր, յուրաքանչյուր մարդու, ով պարտական էր Դեմիրճյանին։ Եվ նրանք հասկանում էին, որ այս գիտելիքը այժմ դարձել է ամենաթանկ ակտիվը Հայաստանում։ Հանդիպումը տեց ավելի քան 6 ժամ։ Խոսեցին ցածր ձայներով, զգուշորեն, անընդհատ ստուգելով, որ ոչ ոք չի լսում։ Նրանք չէին քննարկում Դեմիրճյանի հիշատակը։ Նրանք չէին խոսում արդարության մասին։ Նրանք բաժանում էին ժառանգությունը, ով կվերցնի հսկողությունը այս ձեռնարկության վրա, ով կպահպանի կապը այն բանկիրի հետ, ով կշարունակի աշխատել այն ռուսական գործընկերոջ հետ։ Յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր կապ, յուրաքանչյուր գործարք քննարկվեցին մանրամասնորեն։ Եվ երբ նրանք հեռացան այդ տնից առավոտյան վաղ ժամերին, Դեմիրճյանի անտեսանելի կայսրությունը արդեն ուներ նոր տերեր։ Ոչ մեկը երբեք չիմացավ այդ հանդիպման մասին։ Ոչ մի փաստաթուղթ չգրանցեց այն, ինչ որոշվեց այնտեղ։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ գիշերը փոխեց ամեն ինչ։ Դեմիրճյանի ընտանիքը ապրում էր սեփական ողբերգության մեջ։ Նրա կինը, Ռիմա Դեմիրճյանը, կորցրել էր ոչ միայն ամուսնուն, այլ ամբողջ իր աշխարհը։
Տասնամյակներ շարունակ նա եղել էր Հայաստանի ամենահզոր կնոջ դերում, առաջին տիկինը խորհրդային Հայաստանում, հետո խորհրդարանի նախագահի կինը անկախ հանրապետությունում։ Նրա կյանքը եղել էր հանդիսությունների, ընդունելությունների, պաշտոնական այցելությունների անընդհատ շղթա։ Բայց ավելի կարևորը, նա գիտեր ամեն ինչ։ Նա նստած էր այն սեղանների շուրջ, որտեղ կայացել են ամենակարևոր որոշումները։ Նա լսել էր այն զրույցները, որոնք երբեք չպետք է լսեին օտարները։ Նա տեսել էր այն մարդկանց իրական դեմքերը, ովքեր հանրության առջ կրում էին դիմակներ։ Եվ այժմ, երբ Կարենը չկար, նա մնացել էր միայնակ այս գիտելիքի հետ։ Առաջին շաբաթներին մարդիկ եկան նրա մոտ, արտահայտելու ցավակցություն, առաջարկելու օգնություն, հարցնելու, արդյոք ինչ-որ բան է պետք։ Բայց Ռիման տեսնում էր նրանց աչքերում ավելին, քան կարեկցանք։ Նա տեսնում էր վախ։ Վախ այն բանից, որ նա գիտի չափազանց շատ։ Վախ այն բանից, որ նա կարող է խոսել։ Վախ այն բանից, որ նրա լռությունը ունի գին, ոմանք պատրաստ չեն վճարել այդ գինը։ Մի օր, 2 շաբաթ անց հոկտեմբերի 27-ից, նրա մոտ եկավ մի մարդ, Կարենի հին ընկերներից մեկը, ով տասնամյակներ աշխատել էր նրա հետ։ Նա նստեց Ռիմայի դիմաց, խոսեց շատ զգույշ, շատ քաղաքավարի, շատ հստակ։ Նա ասաց, որ Ռիման պետք է լինի զգույշ։ Որ կան մարդիկ, ովքեր կարող են մտածել, թե նա գիտի չափազանց շատ։ Որ լավագույնը կլինի, եթե նա պահպանի լռությունը, չտա հարցազրույցներ, չխոսի անցյալի մասին։ Եվ որ եթե նա պահպանի այս լռությունը, ապա նրա ընտանիքը կլինի անվտանգության մեջ, նրա որդին կարող է շարունակել քաղաքական կարիերան, ոչ ոք չի անհանգստացնի նրանց։ Ռիման հասկացավ։ Սա չէր սպառնալիք։ Սա էր առաջարկ, որը հնարավոր չէր մերժել։ Նա համաձայնեց։ Եվ այդ օրվանից սկսած Ռիմա Դեմիրճյանը դարձավ ամենալուր այրին Հայաստանում։ Նա երբեք չտվեց հարցազրույց։ Նա երբեք չխոսեց իր ամուսնու մասին։ Նա ապրեց հանգիստ, փակ կյանքով, հեռու քաղաքականությունից։ Բայց գիշերները, երբ նա մնում էր միայնակ, նա հիշում էր այն ամենը, ինչ գիտեր։ Եվ նա հասկանում էր, որ նրա լռությունը պահպանում է ոչ միայն նրա ընտանիքը, այլ այն մարդկանց, ովքեր այժմ վերահսկում էին Հայաստանը։ Մինչդեռ Կարեն Դեմիրճյան կրտսերը փորձում էր լցնել հոր տեղը ժողովրդական կուսակցությունում։ Նա եղել է երիտասարդ, ուժեղ, կրթված, ավարտել էր լավագույն համալսարանները, խոսում էր մի քանի լեզուներով, ուներ միջազգային կապեր։ Բայց նա չուներ այն մի բանը, որն ամենակարևորն էր հայկական քաղաքականության մեջ՝ փորձը։ Փորձը խաղալու այն խաղը, որտեղ կանոնները գրված չեն, որտեղ դավաճանությունը սովորական է, որտեղ այսօր ընկերը վաղը կարող է դառնալ թշնամի։ Նրա հայրը տիրապետում էր այս խաղին կատարյալ։ Նա գիտեր, թե երբ պետք է սպառնալ, երբ համաձայնվել, երբ պետք է պահանջել, երբ զիջել, երբ պետք է հավատալ, երբ կասկածել։ Բայց Կարեն կրտսերը դեռ պետք է սովորեր այս դասերը։ Եվ նրա ուսուցիչները եղան այն մարդիկ, ովքեր մնացել էին հավատարիմ նրա հոր հիշատակին։ Նրանք հավաքվում էին կուսակցության գրասենյակում, քննարկում էին ռազմավարություն, պլանավորում էին ապագան։ Բայց շատ արագ Կարենը սկսեց նկատել ինչ-որ տարօրինակ բան։ Այս մարդիկ, ովքեր պնդում էին, որ հավատարիմ են նրա հորը, միշտ չէին համաձայնվում միմյանց հետ։ Նրանք բաժանված էին խմբերի, յուրաքանչյուրը ուներ սեփական տեսլականը, սեփական շահերը, սեփական կապերը։ Ոմանք ուզում էին համագործակցել նախագահ Քոչարյանի հետ։ Ուրիշները պնդում էին, որ պետք է մնալ ընդդիմության մեջ։ Երրորդները խոսում էին նոր դաշինքների մասին, նոր գործընկերների մասին։ Եվ Կարենը հասկացավ, որ ժողովրդական կուսակցությունը, որը նրա հայրը ստեղծել էր որպես միասնական ուժ, այժմ վերածվել էր մրցակից խմբերի հավաքածուի։ Յուրաքանչյուրը փորձում էր օգտագործել Դեմիրճյանի անունը սեփական նպատակների համար։ Յուրաքանչյուրը պնդում էր, որ ճանաչում է իրական ճանապարհը։ Բայց իրականում ոչ ոք չգիտեր, թե ինչ անել։ Որովհետև Դեմիրճյանը եղել է ոչ միայն կուսակցության առաջնորդը, այլ այն կենտրոնական ուժը, որը միավորում էր բոլորին։ Առանց նրա, կուսակցությունը սկսեց քայքայվել։ Կարեն կրտսերը փորձեց պահպանել միասնությունը։ Նա հանդիպեց յուրաքանչյուր խմբի հետ, լսեց նրանց փաստարկները, փորձեց գտնել համաձայնություն։ Բայց ինչքան ավելի էր նա փորձում, այնքան ավելի էր հասկանում, որ խնդիրը ավելի խորն է, քան պարզ անհամաձայնություններ։ Խնդիրն այն էր, որ այս մարդիկ երբեք իսկապես չէին հավատացել կուսակցությանը։ Նրանք հավատացել էին Դեմիրճյանին։ Եվ այժմ, երբ նա չկար, նրանք չունեին պատճառ մնալու միասին։
Բայց ամենահետաքրքիրը տեղի էր ունենում ոչ թե ժողովրդական կուսակցության ներսում, այլ դրանից դուրս։ Մարդիկ, ովքեր երբեք հանրորեն չէին կապված Դեմիրճյանի հետ, այժմ հանկարծ սկսեցին զբաղեցնել կարևոր պաշտոններ։ Բիզնեսմեններ, ովքեր տարիներ շարունակ եղել էին երկրորդ կամ երրորդ շարքում, այժմ դարձան առաջատար խաղացողներ։ Պաշտոնյաներ, ովքեր աշխատել էին լուռ անտեսանելի, այժմ ստացան նշանակումներ բարձր պաշտոններում։ Ինչպե՞ս։ Ինչու հենց այժմ։ Պատասխանը պարզ էր նրանց համար, ովքեր գիտեին, թե ինչպես է աշխատում համակարգը։ Այս մարդիկ եղել են Դեմիրճյանի անտեսանելի ցանցի մասը։ Նրանք չէին նրա հանրային դեմքերը, նրանք եղել են նրա գործիքները։ Նրանք կատարում էին այն աշխատանքները, որոնք երբեք չպետք է տեսանելի լինեին։ Նրանք ստեղծում էին այն կապերը, որոնք երբեք չպետք է գրանցվեին։ Նրանք իրականացնում էին այն գործարքները, որոնք երբեք չպետք է քննարկվեին։ Եվ այժմ, երբ Դեմիրճյանը չկար, նրանք ազատ էին օգտագործելու այն ամենը, ինչ սովորել էին նրանից։ Նրանք ունեին կապերը։ Նրանք ունեին փորձը։ Նրանք ունեին գիտելիքները։ Եվ ամենակարևորը, նրանք ունեին այն մի բանը, որը Կարեն Կրտսերը չուներ՝ անգութությունը։ Անգութությունը անել այն, ինչ անհրաժեշտ է, անկախ բարոյականությունից։ Անգութությունը դավաճանել երեկվա դաշնակիցներին, եթե դա անհրաժեշտ է այսօրվա հաջողության համար։ Անգութությունը մոռանալ հին հավատարմությունները, եթե դրանք խանգարում են նոր հնարավորություններին։ Դեմիրճյանը սովորեցրել էր նրանց այս անգութությանը։ Եվ այժմ նրանք կիրառում էին այն ավելի լավ, քան ցանկացած ժամանակ։ Մի օրինակ, մի բիզնեսմեն, ում անունը չենք հիշատակի, բայց ում բոլորը ճանաչում էին որպես Դեմիրճյանի հին գործընկերոջ։ Տարիներ շարունակ նա վարել էր փոքր ձեռնարկություններ, ոչինչ էական, միշտ ստվերում։ Բայց հոկտեմբերի 27-ից 3 ամիս անց նա ձեռք բերեց մի խոշոր ընկերություն, գործարք, որը պահանջում էր միլիոնավոր դոլարներ բարձր մակարդակի քաղաքական կապեր։ Ինչպե՞ս։ Նա երբեք չբացատրեց։ Բայց նրանք, ովքեր հետում էին իրադարձություններին, նկատեցին, որ այդ գործարքը հնարավոր դարձավ, որովհետև նա ուներ մուտք դեպի տեղեկատվություն, որը Դեմիրճյանը հավաքել էր տարիներ շարունակ։ Նա գիտեր, թե ում պետք է զանգահարել։ Նա գիտեր, թե ինչ պետք է ասել։ Նա գիտեր, թե ինչ պետք է առաջարկել։ Եվ նա օգտագործեց այս գիտելիքը առանց վարանելու։ Սա միայն մեկ օրինակ էր։ Կային տասնյակ այլ դեպքեր, որտեղ Դեմիրճյանի հին մարդիկ հանկարծ դարձան հաջողված, հզոր, ազդեցիկ։ Եվ բոլորը հասկանում էին, թե ինչու։ Նրանք ժառանգել էին ոչ թե Դեմիրճյանի անունը, այլ նրա գիտելիքները։ Եվ այդ գիտելիքները արժեին ավելի շատ, քան ցանկացած անուն։ 1200-ի գարնանը Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Ժողովրդական կուսակցությունը, որը երբեմն եղել էր ամենահզոր քաղաքական ուժը, այժմ բաժանված էր թուլացած։ Կարեն Դեմիրճյան-Կրտսերը փորձեց պահպանել կուսակցությունը, բայց արդյունքները եղան ցավալի։ Նրանք կորցրին զգալի մասը իրենց նախկին աջակիցներից։ Մարդիկ, ովքեր երբեմն քվեարկել էին Դեմիրճյանի համար, այժմ ընտրեցին այլ կուսակցություններ, այլ առաջնորդներ։ Ինչո՞վ։ Որովհետև նրանք հասկացել էին, որ ժողովրդական կուսակցությունը այլևս չէր այն ուժը, որը կարող էր պաշտպանել իրենց շահերը։ Դեմիրճյանի ժառանգությունը չէր կուսակցության մեջ։ Այն էր մարդկանց մեջ, ովքեր գիտեին, թե ինչպես օգտագործել այն, ինչ նա թողել էր։ Եվ այդ մարդիկ այժմ էին տարբեր վայրերում, ոմանք նախագահի թիմում, ոմանք բիզնեսում, ոմանք նոր քաղաքական կառույցներում։ Նրանք չէին կրում Դեմիրճյանի անունը, բայց նրանք կիրառում էին նրա մեթոդները։ Նրանք չէին խոսում նրա մասին, բայց նրանք շարունակում էին նրա գործը։ Եվ այս էր իրական ժառանգությունը, ոչ թե անուններ կուսակցություններ, այլ մեթոդներ համակարգեր, որոնք շարունակում էին գործել անկախ նրանից, թե ով էր իշխանության մեջ։ Դեմիրճյանը սովորեցրել էր ամբողջ մի սերնդի, թե ինչպես կառավարել Հայաստանը։ Եվ այդ սերունդը այժմ կիրառում էր այդ դասերը, ոմանք լավի համար, ոմանք վատի, բայց բոլորը արդյունավետ։ Հարցը չէր այն, թե արդյոք Դեմիրճյանի ազդեցությունը շարունակվում է։ Հարցն այն էր, թե ինչպես է այն շարունակվում, ով է օգտագործում այն։ Եվ ամենակարևորը, արդյոք Հայաստանը երբեք կարող է ազատվել այդ ժառանգությունից, թե այն դատապարտված է կրկնել նույն օրինաչափությունները, նույն սխալները, նույն մեթոդները սերնդից սերունդ։ Այսօր, ավելի քան 20 տարի անց հոկտեմբերի 27-ից, Կարեն Դեմիրճյանի անունը դեռս հիշատակվում է Հայաստանում։ Կան փողոցներ, որոնք կրում են նրա անունը։
Կան հուշարձաններ, որոնք նվիրված են նրա հիշատակին։ Կան մարդիկ, ովքեր դեռս հիշում են նրան հարգանքով, նոստալգիայով, երբեմն նույնիսկ սիրով։ Բայց իրական հարցը ոչ թե այն է, թե ինչպես են հիշում Դեմիրճյանին, այլ այն, թե ինչպես է նրա ազդեցությունը դեռս ներկա Հայաստանի քաղաքական համակարգում։ Մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են կարևոր պաշտոններ, ովքեր վերահսկում են խոշոր բիզնեսները, ովքեր կայացնում են կարևոր որոշումներ, շատերը սկսել են իրենց կարիերան Դեմիրճյանի օրոք։ Նրանք սովորել են նրանից։ Նրանք ընդունել են նրա մեթոդները։ Նրանք ինտեգրել են նրա համակարգը իրենց սեփական աշխատանքի մեջ։ Եվ այսպիսով Դեմիրճյանի ժառանգությունը շարունակվում է, ոչ թե որպես անցյալի հիշատակ, այլ որպես ներկայի իրականություն։ Սա չի նշանակում, որ Հայաստանը չի փոխվել հոկտեմբերի 27-ից հետո։ Երկիրը փոխվել է շատ ուղղություններով՝ տնտեսապես, սոցիալապես, քաղաքականապես։ Բայց որոշ հիմնական օրինաչափություններ մնացել են նույնը։ Քաղաքականությունը դեռս է անձանց խաղ, ոչ թե գաղափարների։ Կապերը դեռս են ավելի կարևոր, քան կարողությունները։ Հավատարմությունը դեռս է գնահատվում ավելի բարձր, քան արդյունավետությունը։ Եվ այս բոլորը Դեմիրճյանի ժառանգության մասերն են։ Ով ժառանգեց Դեմիրճյանի քաղաքական ազդեցությունը։ Պատասխանը՝ ոչ ոք, բոլորը միաժամանակ։ Ոչ ոք չկարողացավ ամբողջությամբ փոխարինել նրան, ոչ ոք չստացավ նրա ամբողջ ուժը, ոչ ոք չդարձավ նոր Դեմիրճյան։ Բայց բոլորը, ովքեր եղել են նրա համակարգի մասը, վերցրին ինչ-որ բան նրանից։ Ոմանք վերցրին նրա կապերը։ Ուրիշները՝ նրա մեթոդները։ Երրորդները՝ նրա գիտելիքները։ Եվ միասին նրանք շարունակեցին այն համակարգը, որը Դեմիրճյանը ստեղծել էր։ Սա է իրական ժառանգությունը, ոչ թե մեկ մարդ, ով փոխարինեց նրան, այլ ամբողջ մի համակարգ, որը շարունակեց գործել նրանից հետո։ Եվ այս համակարգը դեռս գործում է այսօր, փոխակերպված, ադապտացված, արդիականացված, բայց էականորեն նույնը։ Արդյոք Հայաստանը երբեք կարող է անցնել այս համակարգից։ Արդյոք նոր սերունդը կարող է ստեղծել նոր կանոններ, նոր մեթոդներ, նոր ճանապարհ։ Թե մենք դատապարտված ենք կրկնել անցյալը, սերնդից սերունդ, մինչ որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան վերջապես կոտրի այս շղթան։ Երբ Կարեն Դեմիրճյանը մահացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, նրա անձնական արխիվը պարունակում էր ավելի քան 3000 փաստաթուղթ։ Յուրաքանչյուր նամակ, յուրաքանչյուր հուշագիր, յուրաքանչյուր գաղտնի հաշվետվություն, տասնամյակների քաղաքական խաղերի վկայություններ։ Այդ արխիվում էին անունները։ Բոլոր անունները։ Նրանք, ովքեր ստացել էին օգնություն։ Նրանք, ովքեր տվել էին կաշառք։ Նրանք, ովքեր դավաճանել էին ներվել։ Նրանք, ովքեր խոստացել էին հավատարմություն պահել այն։ Այս փաստաթղթերը չէին պարզապես պատմություն։ Դրանք էին քարտեզը դեպի իշխանություն Հայաստանում։ Եվ երբ Դեմիրճյանը մահացավ, այդ արխիվը անհետացավ։ Ոչ թե ամբողջությամբ, ոչ թե անմիջապես, բայց աստիճանաբար շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս, փաստաթղթերը սկսեցին անհետանալ։ Ոմանք այրվեցին։ Ուրիշները պարզապես չգտնվեցին, երբ ընտանիքը փնտրեց դրանք։ Երրորդները հայտնվեցին այլ մարդկանց ձեռքերում, նրանց, ովքեր գիտեին, թե ինչ են փնտրում ինչու։ Դեմիրճյանի անձնական քարտուղարը, կինը, ով 15 տարի աշխատել էր նրա հետ, հիշում է մի տարօրինակ դրվագ։ 3 օր անց հոկտեմբերի 27-ից, երբ ընտանիքը դեռ զսկում էր, երբ երկիրը դեռ ապրում էր շոկի մեջ, նրա մոտ եկավ մի մարդ։ Նա ներկայացավ որպես հին ընկեր, բայց քարտուղարը երբեք չէր տեսել նրան Դեմիրճյանի շրջապատում։ Մարդը ասաց, որ Կարենը խնդրել էր նրան վերցնել մի քանի կարևոր փաստաթղթեր, անվտանգության նկատառումներից ելնելով։ Քարտուղարը հավատաց։ Ինչու չհավատալ։ Ամեն ինչ այնքան քաոսի մեջ էր։ Նա տվեց նրան մուտք դեպի գրասենյակ։ Մարդը մնաց այնտեղ 2 ժամ։ Երբ նա հեռացավ, նա տանում էր 2 մեծ տուփ լի փաստաթղթերով։ Քարտուղարը երբեք չտեսավ այդ փաստաթղթերը։ Նա երբեք չիմացավ, թե ինչ էր դրանց մեջ։ Բայց տարիներ անց, երբ նա փորձեց վերականգնել Դեմիրճյանի արխիվը, նա հասկացավ, որ ամենակարևոր փաստաթղթերը, այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին գաղտնի գործարքներին, անտեսանելի կապերին, քաղաքական պայմանավորվածություններին, բոլորը անհետացել էին այդ օրը։ Բայց ավելի տարօրինակ էր այն, ինչ տեղի ունեցավ Դեմիրճյանի առողջության գրառումների հետ։
Տասնամյակներ շարունակ նրա անձնական բժիշկը վարել էր մանրամասն օրագիր, յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր ախտորոշում, յուրաքանչյուր դեղամիջոց։ Դեմիրճյանը եղել է ուժեղ մարդ, բայց տարիները իրենց գործն էին արել։ 70-րդ ծննդյան օրվանից հետո նրա առողջությունը սկսել էր վատանալ։ Սիրտը, ճնշումը, քնի խանգարումները։ Բժիշկը գրանցել էր ամեն ինչ, ոչ միայն ֆիզիկական ախտանիշները, այլ հոգեբանականը։ Դեմիրճյանը դարձել էր ավելի նյարդային, ավելի կասկածամիտ, ավելի մեկուսացած։ Նա խոսում էր, որ զգում է, թե ինչ-որ մեկը հետում է իրեն, որ նրա հեռախոսները լսարկվում են, որ նրա մոտակա շրջապատում կան մարդիկ, ում չի կարող վստահել։ Բժիշկը գրել էր այս ամենը, մտածելով, որ սա պարզապես տարիքի սթրեսի արդյունք է։ Բայց հոկտեմբերի 27-ից հետո, երբ բժիշկը փորձեց գտնել այդ գրառումները, դրանք չկային։ Նրա ամբողջ բժշկական արխիվը, որը պահվում էր անձնական սեյֆում, անհետացել էր։ Սեյֆը չէր կոտրված։ Դուռը չէր ջարդված։ Պարզապես փաստաթղթերը չկային։ Ինչ-որ մեկը ուներ բանալին։ Ինչ-որ մեկը գիտեր, թե որտեղ է պահվում արխիվը։ Ինչ-որ մեկը ուզում էր, որ այդ տեղեկությունները երբեք չտեսնեն լույսը։ Բժիշկը երբեք չխոսեց այս մասին հանրորեն։ Նա վախենում էր։ Բայց մի անգամ, տարիներ անց, մի փակ հանդիպման ժամանակ, նա ասաց մի բան, որը սառեցրեց բոլորի արյունը։ Նա ասաց, որ Դեմիրճյանը վերջին ամիսներին խոսում էր մի անձի մասին, մեկը, ում նա վստահում էր ամբողջ կյանքը, բայց ում նկատմամբ սկսել էր կասկածել։ Բժիշկը չասաց անունը։ Նա ասաց միայն, որ Դեմիրճյանը վախենում էր, որ այդ մարդը նախապատրաստում է ինչ-որ բան։ Եվ երբ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, բժիշկը հիշեց այդ զրույցները։ Եվ նա հասկացավ, որ Դեմիրճյանը, հավանաբար, գիտեր ավելին, քան ցույց էր տալիս։ Բայց արդեն ուշ էր։ Տարիները անցան, Հայաստանը փոխվեց։ Նոր առաջնորդներ եկան իշխանության։ Նոր սերունդը մտավ քաղաքականություն։ Բայց մի բան չփոխվեց, այն մարդիկ, ովքեր իսկապես վերահսկում էին երկիրը։ Նրանք չէին նախագահները։ Նրանք չէին վարչապետները։ Նրանք էին այն անտեսանելի խաղացողները, ովքեր նստած էին ստվերներում շարժում էին թելերը։ Եվ շատերը նրանցից սկսել էին իրենց կարիերան Դեմիրճյանի օրոք։ Նրանք սովորել էին նրանից ամենակարևոր դասը՝ իրական իշխանությունը չի գալիս պաշտոններից, այլ տեղեկատվությունից։ Ով գիտի ավելի շատ, ով վերահսկում է տեղեկատվության հոսքերը, ով կարող է օգտագործել գիտելիքները ճիշտ պահին, նա է իրական տերը։ Դեմիրճյանը տիրապետել էր այս արվեստին կատարյալ։ Նա հավաքել էր տեղեկություններ տասնամյակներ շարունակ։ Նա ստեղծել էր համակարգ, որտեղ ամեն ինչ գրանցվում էր, ամեն ինչ հիշվում էր, ամեն ինչ կարող էր օգտագործվել անհրաժեշտության դեպքում։ Եվ նրա աշակերտները շարունակեցին այս ավանդույթը։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր գիտեն ամեն ինչ բոլորի մասին։ Նրանք գիտեն, թե ով ինչ է արել 20 տարի առաջ։ Նրանք գիտեն, թե ում հետ ով է կապված։ Նրանք գիտեն, թե որտեղ են թաքնված գաղտնիքները։ Եվ նրանք օգտագործում են այս գիտելիքները, ոչ թե հրապարակայնորեն, այլ լուռ, արդյունավետ, անխափան։ Սա է Դեմիրճյանի իրական ժառանգությունը, ոչ թե կուսակցություններ կամ հուշարձաններ, այլ համակարգ, որտեղ տեղեկատվությունը իշխանություն է, ով վերահսկում է տեղեկատվությունը, վերահսկում է երկիրը։ 2012-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին։ Շատերը տեսան սա որպես նոր սկիզբ, նոր հնարավորություն։ Բայց նրանք, ովքեր հետում էին ուշադիր, նկատեցին ինչ-որ տարօրինակ բան։ Սերժ Սարգսյանի թիմում կային մարդիկ, ում անուններն ու դեմքերը ծանոթ էին։ Ոչ թե որովհետև նրանք եղել էին Քոչարյանի թիմում, այլ որովհետև նրանք եղել էին ավելի հին թիմում։ Դեմիրճյանի թիմում։ Տարիներ անց երկու նախագահական փոփոխություններից հետո Դեմիրճյանի հին մարդիկ դեռս էին այնտեղ։ Ոչ թե առաջին շարքում, ոչ թե հանրային դեմքերի դերում, այլ խորհրդականների, օգնականների, փորձագետների դերում։ Մարդիկ, ում անունները հազվադեպ հիշատակվում էին մամուլում, բայց ում խորհուրդները լսվում էին նախագահական նստավայրում։ Ինչպես նրանք կարողացան պահպանել իրենց դիրքերը այսքան երկար։ Պատասխանը պարզ է, նրանք անփոխարինելի էին։ Նրանք գիտեին, թե ինչպես է աշխատում համակարգը։ Նրանք ունեին կապերը։ Նրանք հասկանում էին խաղի կանոնները։
Եվ ամենակարևորը, նրանք գիտեին գաղտնիքները։ Յուրաքանչյուր նոր նախագահ, յուրաքանչյուր նոր վարչապետ, յուրաքանչյուր նոր թիմ պետք է սովորեր, թե ինչպես կառավարել Հայաստանը։ Եվ ով կարող էր սովորեցնել նրանց ավելի լավ, քան այն մարդիկ, ովքեր արել էին դա տասնամյակներ շարունակ։ Դեմիրճյանի մարդիկը դարձան ինստիտուցիոնալ հիշողությունը։ Նրանք էին կապը անցյալի ներկայի միջ։ Նրանք էին այն մարդիկ, ում մոտ գնում էին, երբ պետք էր հասկանալ, թե ինչպես է ինչ-որ բան իսկապես աշխատում։ Եվ այսպիսով նրանք պահպանեցին իրենց ազդեցությունը, ոչ թե իշխանության միջոցով, այլ գիտելիքի միջոցով։ Սա էր Դեմիրճյանի ամենամեծ դասը, իշխանությունը անցողիկ է, բայց գիտելիքը մնայուն։ Պաշտոնները փոխվում են, բայց համակարգը մնում է։ Եվ ով տիրապետում է համակարգին, տիրապետում է երկրին։ Բայց ամենաանսպասելին եղավ այն, ինչ տեղի ունեցավ 1218-ին։ Բարձրաձայն հեղափոխությունը փոխեց Հայաստանի քաղաքական լանդշաֆտը արմատապես։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, խոստանալով ավարտել հին համակարգը, մաքրել կոռուպցիան, ստեղծել նոր Հայաստան։ Հազարավոր մարդիկ հավատացին նրան։ Հին ելիտան կորցրեց իր դիրքերը։ Շատ մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ եղել էին իշխանության մեջ, հեռացան քաղաքական ասպարեզից։ Դեմիրճյանի հին մարդիկը նույնպես։ Ոմանք հեռացան կամավոր։ Ուրիշները ստիպված եղան հեռանալ։ Երրորդները պարզապես անհետացան։ Եվ առաջին անգամ 20 տարվա ընթացքում թվաց, թե Դեմիրճյանի ժառանգությունը վերջապես ավարտվեց։ Բայց արդյոք։ 2 տարի անց սկսեցին լսվել նոր պատմություններ։ Փաշինյանի թիմը բախվեց խնդիրների, որոնք չէր սպասում։ Համակարգը, որը նրանք փորձում էին փոխել, ավելի բարդ էր, քան մտածում էին։ Կապերը, որոնք նրանք փորձում էին կտրել, ավելի խորն էին, քան պատկերացնում էին։ Եվ աստիճանաբար նրանք սկսեցին հասկանալ, որ Հայաստանը կառավարելու համար անհրաժեշտ է ոչ միայն լավ մտադրություններ, այլ փորձ, գիտելիք, հասկացողություն այն մասին, թե ինչպես է իրականում աշխատում երկիրը։ Եվ ում մոտ էր այդ գիտելիքը։ Դեմիրճյանի հին մարդկանց մոտ։ Նրանք չվերադարձան պաշտոններ։ Նրանք չդարձան հանրային դեմքեր։ Բայց աստիճանաբար նրանցից ոմանք սկսեցին խորհրդատվություն տալ, կապեր ապահովել, տեղեկատվություն տրամադրել։ Ոչ թե որովհետև Փաշինյանը ուզում էր աշխատել նրանց հետ, այլ որովհետև նա պետք էր աշխատեր նրանց հետ։ Որովհետև նրանք գիտեին այն, ինչ ուրիշ ոչ ոք չգիտեր։ Եվ այսպիսով, նույնիսկ հեղափոխությունից հետո Դեմիրճյանի ժառանգությունը շարունակեց ապրել։ Փոխակերպված, թաքնված, անտեսանելի, բայց իրական։ Այսօր, 25 տարի անց հոկտեմբերի 27-ից, Կարեն Դեմիրճյանի իրական ժառանգությունը դեռս քննարկման թեմա է։ Ոմանք հիշում են նրան որպես մեծ առաջնորդ, ով սիրում էր իր ժողովրդին, ծառայում էր երկրին։ Ուրիշները տեսնում են նրան որպես ավտորիտար ղեկավար, ով ստեղծեց կոռումպացված համակարգ, որը դեռս վնասում է Հայաստանին։ Բայց իրականությունը, հավանաբար, ավելի բարդ է, քան երկու ծայրահեղությունները։ Դեմիրճյանը եղել է իր ժամանակի արդյունք, մարդ, ով սովորել էր ապրել աշխատել խորհրդային համակարգում, ով փորձեց կիրառել այդ հմտությունները անկախ Հայաստանում։ Նա ստեղծեց համակարգ, որը աշխատում էր իր ժամանակում, բայց որը դարձավ խոչընդոտ ապագայի համար։ Նա կառուցեց կապեր, որոնք օգնեցին երկրին վերապրել դժվար տարիներին, բայց որոնք նա ստեղծեցին կախվածություններ, որոնք դժվար է կտրել։ Նա սովորեցրեց ամբողջ մի սերնդի, թե ինչպես խաղալ քաղաքական խաղը, բայց նա սովորեցրեց նրանց, որ խաղը ավելի կարևոր է, քան սկզբունքները։ Եվ այսօր, երբ Հայաստանը դեռս փորձում է գտնել իր ճանապարհը, երբ երկիրը դեռս պայքարում է կոռուպցիայի, անարդարության, անհավասարության դեմ, մենք պետք է հարցնենք մեզ, ինչքան է այս պայքարը կապված Դեմիրճյանի ժառանգության հետ։ Ինչքան է այն համակարգը, որը նա ստեղծեց, դեռս ազդում մեր վրա։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք մենք վերջապես անցնել այդ ժառանգությունից ստեղծել նոր համակարգ, որը հիմնված կլինի ոչ թե անձանց կապերի վրա, այլ օրենքների սկզբունքների վրա։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն Հայաստանի ապագան։ Եվ թերս միայն երբ մենք պատասխանենք այս հարցերին, մենք կարող ենք իսկապես ասել, որ Դեմիրճյանի դարաշրջանը ավարտվել է։ Մինչ այդ, նրա ստվերը շարունակում է ընկնել մեր երկրի վրա։ Եվ մենք շարունակում ենք ապրել այն աշխարհում, որը նա օգնեց ստեղծել, լավի թե վատի, բայց անխուսափելիորեն։ 2019 թվականին, երբ Փաշինյանի կառավարությունը արդեն 2 տարի էր իշխանության մեջ, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերը չնկատեցին։
Ազգային արխիվը հրապարակեց խորհրդային Հայաստանի վերջին տարիների փաստաթղթերի մի մասը։ Հազարավոր էջեր, հաշվետվություններ, նամակներ, հուշագրեր։ Պատմաբանները սկսեցին ուսումնասիրել դրանք, փնտրելով նոր փաստեր, նոր մեկնաբանություններ։ Եվ մեկը նրանցից գտավ ինչ-որ տարօրինակ բան։ Հուշագիր, գրված 1998-ի մարտին, 3 տարի առաջ Դեմիրճյանի վերադարձից քաղաքականություն։ Հուշագիրը ուղղված էր Մոսկվային, կենտրոնական կոմիտեին։ Այն գրել էր Դեմիրճյանը։ Նա զեկուցում էր Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, վերլուծում էր տարբեր խմբավորումների ուժը, գնահատում էր ռիսկերը։ Բայց ամենահետաքրքիրը եղավ վերջին պարբերությունը։ Այնտեղ Դեմիրճյանը գրել էր. «Անկախությունը անխուսափելի է։ Հարցը ոչ թե այն է, արդյոք այն կգա, այլ այն, ով կվերահսկի այն, երբ այն գա։ Անհրաժեշտ է նախապատրաստել համակարգ, որը կարող է գոյատել անցումային շրջանում։ Համակարգ, որը հիմնված կլինի ոչ թե գաղափարախոսության, այլ կապերի վրա։ Ոչ թե կուսակցության, այլ անձանց վրա։ Ոչ թե հրապարակային հռետորաբանության, այլ անտեսանելի պայմանավորվածությունների վրա»։ Պատմաբանը, ով գտավ այս փաստաթուղթը, ծառեցավ։ Սա չէր պարզապես հաշվետվություն։ Սա էր ծրագիր։ Ծրագիր ստեղծելու համակարգ, որը կարող է գոյատել ցանկացած քաղաքական փոփոխության դեպքում։ Եվ Դեմիրճյանը իրականացրել էր այդ ծրագիրը։ Նա ստեղծել էր ցանց, որը չէր կախված պաշտոններից։ Նա կառուցել էր կապեր, որոնք ավելի ուժեղ էին, քան ցանկացած կուսակցություն։ Նա հիմնել էր համակարգ, որը կարող էր փոխել դեմքերը, բայց պահպանել էությունը։ Եվ այդ համակարգը աշխատեց։ Այն գոյատեց Խորհրդային Միության փլուզումից։ Այն գոյատեց Դեմիրճյանի մահից։ Այն գոյատեց բազմաթիվ նախագահական փոփոխություններից։ Այն նույնիսկ գոյատեց հեղափոխությունից։ Որովհետև այն հիմնված էր ոչ թե մեկ մարդու վրա, այլ սկզբունքի վրա, սկզբունքի, որ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր վերահսկում են տեղեկատվությունը, կապերը, անտեսանելի մեխանիզմները։ Բայց կար մեկ այլ փաստաթուղթ, որը երբեք չհրապարակվեց։ Այն պահվում էր մասնավոր հավաքածուում մի մարդու մոտ, ով եղել էր Դեմիրճյանի ամենամոտ խորհրդականներից մեկը։ Այդ մարդը մեռավ 2019 թվականին, նրա ժառանգները գտան փաստաթուղթը նրա անձնական սեյֆում։ Դա էր նամակ, գրված Դեմիրճյանի ձեռքով, ամսաթվով 1999 թվականի հոկտեմբերի 26-ը։ Մեկ օր առաջ ողբերգության։ Նամակը սկսվում էր այսպես. «Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես այլս կենդանի չեմ։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան պատրաստվում է։ Ես զգում եմ դա վերջին շաբաթներին։ Մարդիկ, ում ես վստահում էի, խուսափում են իմ հայացքից։ Զրույցները դադարում են, երբ ես մտնում եմ սենյակ։ Հեռախոսները լռում են չափազանց արագ։ Ես փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունենում, բայց ամեն անգամ հարվածվում եմ պատին։ Ով էլ որ կազմակերպում է սա, նա շատ խելացի է։ Շատ զգույշ։ Շատ հզոր։ Ես չգիտեմ, արդյոք դա ներքին թշնամի է, թե արտաքին։ Ես չգիտեմ, արդյոք նպատակը ես եմ միայն, թե ավելի լայն պլան։ Բայց ես գիտեմ մի բան, ինչ էլ որ տեղի ունենա, համակարգը պետք է շարունակվի։ Ես ստեղծել եմ այն ոչ թե ինձ համար, այլ Հայաստանի համար։ Այն անկատար է, այն ունի թերություններ, բայց այն աշխատում է։ Եվ մինչ ինչ-որ մեկը ստեղծի ավելի լավ համակարգ, այն պետք է պահպանվի»։ Նամակը շարունակվում էր մանրամասնություններով, ինչպես պահպանել ցանցը, ինչպես պաշտպանել կապերը, ինչպես ապահովել, որ տեղեկատվությունը չկորչի։ Դեմիրճյանը նույնիսկ թվարկել էր անուններ, մարդիկ, ում կարելի է վստահել, մարդիկ, ումից պետք է զգույշ լինել։ Նա տվել էր հրահանգներ, ինչպես վարվել տարբեր սցենարների դեպքում։ Նա նախատեսել էր ամեն ինչ։ Բացի մեկ բանից։ Նա չէր նախատեսել, որ նրա մահից հետո համակարգը կփոխակերպվի այնպես, որ նա չէր ճանաչի այն։ Որ նրա սկզբունքները կօգտագործվեն այնպես, ինչպես նա երբեք չէր ցանկանում։ Որ նրա ստեղծածը կդառնա գործիք ոչ թե երկրի ծառայության, այլ անձնական հարստացման համար։ Նամակը վերջանում էր մի նախադասությամբ, որը սառեցնում էր արյունը։ Եթե ես սխալվում եմ, եթե վաղը ես դեռ կենդանի եմ, ես կայրեմ այս նամակը։ Բայց եթե ես ճիշտ եմ, եթե վաղը ես մեռած եմ, ապա դու գիտես ինչ անել։ Պահպանիր համակարգը։ Բայց փոխիր այն։ Դարձրու այն ավելի լավ, քան ես կարողացա։
Դարձրու այն իսկապես ծառայող Հայաստանին, ոչ թե նրանց, ովքեր վերահսկում են Հայաստանը։ Ժառանգները, ովքեր գտան այս նամակը, երկար քննարկեցին, արդյոք հրապարակել այն։ Վերջապես նրանք որոշեցին չանել դա։ Ինչո՞վ։ Որովհետև նրանք վախենում էին։ Վախենում էին, որ այս նամակը կբացի Պանդորայի տուփը, որ այն կբարձրացնի հարցեր, որոնց պատասխանները կարող են անկայունացնել երկիրը, որ այն կստիպի մարդկանց նայել ճշմարտությանը աչքերի մեջ, ճշմարտությանը, որը նրանք նախընտրում են անտեսել։ Եվ այսպիսով նամակը մնաց գաղտնի։ Մինչ հիմա։ 20 տարի անց հոկտեմբերի 27-ից, երբ Հայաստանը կորցրեց Արցախը, երբ երկիրը կրկին ապրեց ազգային ողբերգություն, մի խումբ երիտասարդ լրագրողներ որոշեցին հետաքննել։ Նրանք ուզում էին հասկանալ, ինչու Հայաստանը անընդհատ կրկնում է նույն սխալները։ Ինչու երկիրը չի կարողանում սովորել իր պատմությունից։ Ինչու համակարգը չի փոխվում, անկախ նրանից, ով է իշխանության մեջ։ Նրանք սկսեցին հարցազրույցներ վերցնել հին քաղաքականներից, բիզնեսմեններից, պաշտոնյաներից։ Եվ աստիճանաբար նրանք սկսեցին տեսնել օրինաչափություն։ Բոլորը, ում նրանք հարցրին, խոսեցին Դեմիրճյանի մասին։ Ոչ թե որպես անցյալի մասին, այլ որպես ներկայի բացատրության մասին։ Մեկը ասաց. «Դուք ուզում եք հասկանալ, ինչու Հայաստանը այսպես է։ Սկսեք Դեմիրճյանից։ Նա ստեղծեց ծանմուշը, որը մենք դեռ հետում ենք»։ Մեկ ուրիշը ասաց. «Դեմիրճյանը չմեռավ հոկտեմբերի 27-ին։ Նրա մարմինը մեռավ, բայց նրա համակարգը ապրում է»։ Երրորդը ասաց. «Եթե դուք ուզում եք փոխել Հայաստանը, դուք պետք է նախ հասկանաք Դեմիրճյանի ժառանգությունը։ Եվ ապա դուք պետք է որոշեք, արդյոք դուք ուզում եք պահպանել այն, թե ոչնչացնել այն»։ Լրագրողները գրեցին իրենց հետաքննությունը։ Նրանք հրապարակեցին այն առցանց։ Հազարավոր մարդիկ կարդացին այն։ Ոմանք համաձայնվեցին։ Ուրիշները բողոքեցին։ Երրորդները պարզապես անտարբեր մնացին։ Բայց մի բան փոխվեց։ Մարդիկ սկսեցին խոսել։ Սկսեցին հարցնել։ Սկսեցին պահանջել պատասխաններ։ Ո՞վ իսկապես վերահսկում է Հայաստանը։ Ինչպիսին է այն անտեսանելի համակարգը, որը շարունակում է գործել տասնամյակներ շարունակ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք մենք փոխել այն։ Սրանք հարցեր էին, որոնք Դեմիրճյանը երբեք չէր ուզում, որ տրվեն։ Բայց սրանք էին հարցերը, որոնք Հայաստանը պետք է տար, եթե ուզում էր իսկապես փոխվել։ Այսօր, երբ մենք նայում ենք Հայաստանի քաղաքական լանդշաֆտին, մենք տեսնում ենք երկիր, որը դեռս փնտրում է իր ճանապարհը։ Երկիր, որը պայքարում է կոռուպցիայի, անարդարության, անհավասարության դեմ։ Երկիր, որը փորձում է կառուցել ժողովրդավարություն, բայց անընդհատ բախվում է հին համակարգերի դիմադրությանը։ Եվ երբ մենք փորձում ենք հասկանալ, ինչու այդքան դժվար է, մենք պետք է նայենք դեպի Դեմիրճյանը։ Ոչ թե որովհետև նա էր միակ պատասխանատուն։ Ոչ թե որովհետև նա էր միակ մարդը, ով ստեղծեց այս համակարգը։ Այլ որովհետև նա էր այն մարդը, ով կատարելագործեց այն։ Ով դարձրեց այն անտեսանելի անխափան։ Ով ստեղծեց ծանմուշ, որը դարձավ ստանդարտ։ Դեմիրճյանի ժառանգությունը ոչ թե պարզապես անցյալի հարց է։ Այն ներկայի իրականություն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ քաղաքական որոշում կայացվում է ոչ թե օրենքի հիման վրա, այլ անձնական կապերի հիման վրա, դա Դեմիրճյանի ժառանգությունն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ պաշտոն տրվում է ոչ թե կարողության, այլ հավատարմության համար, դա Դեմիրճյանի ժառանգությունն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ տեղեկատվությունը օգտագործվում է որպես իշխանության գործիք, դա Դեմիրճյանի ժառանգությունն է։ Մենք ապրում ենք համակարգում, որը նա օգնեց ստեղծել։ Եվ մինչ մենք չհասկանանք այդ համակարգը, մինչ մենք չվերլուծենք այն, մինչ մենք չորոշենք, ինչ պահպանել, ինչ փոխել, մենք շարունակելու ենք կրկնել նույն սխալները։ Ո՞վ ժառանգեց Դեմիրճյանի քաղաքական ազդեցությունը։ Պատասխանը՝ մենք բոլորս։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով օգտագործում է կապերը օրենքների փոխարեն։ Յուրաքանչյուր բիզնեսմեն, ով հավատում է, որ հաջողությունը գալիս է ոչ թե աշխատանքից, այլ ճիշտ մարդկանց ճանաչելուց։ Յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է, որ համակարգը այսպես է, չի կարող փոխվել։ Մենք բոլորս ժառանգորդներն ենք այն համակարգի, որը Դեմիրճյանը ստեղծեց։ Եվ մենք բոլորս պատասխանատու ենք որոշելու, արդյոք այդ ժառանգությունը շարունակվի, թե վերջապես ավարտվի։ Հոկտեմբերի 27-ից 25 տարի անց Կարեն Դեմիրճյանի ընտանիքը դեռ ապրում է Երանում։
Նրա որդին Կարեն Կրտսերը հեռացավ ակտիվ քաղաքականությունից տարիներ առաջ։ Նա հասկացավ, որ հոր անունը բավարար չէ քաղաքական հաջողության համար, որ համակարգը, որը նրա հայրը ստեղծել էր, այլևս չի ճանաչում ընտանեկան կապերը որպես իշխանության հիմք։ Նա ապրում է հանգիստ կյանքով, հեռու լույսերից, հեռու քաղաքականությունից։ Ռիմա Դեմիրճյանը մահացավ 2015-ին, տանելով իր հետ բոլոր գաղտնիքները, որոնք երբեք չբացահայտեց։ Նրա վերջին տարիները անցան լռության մեջ, լռություն, որը պահպանեց նրա ընտանիքը, բայց որը նա թաքցրեց ճշմարտությունները, որոնք Հայաստանը թերս պետք է իմանար։ Նրանք, ովքեր մասնակցել էին այն գաղտնի հանդիպմանը հոկտեմբերի 27-ից հետո, երբ Դեմիրճյանի ժառանգությունը բաժանվեց, ունեցան տարբեր ճակատագրեր։ Ոմանք դարձան շատ հարուստ, օգտագործելով այն տեղեկատվությունը կապերը, որոնք ստացան այդ գիշերը։ Նրանք կառուցեցին բիզնես կայսրություններ, ձեռք բերեցին ազդեցություն, դարձան անտեսանելի, բայց հզոր խաղացողներ Հայաստանի տնտեսության մեջ։ Ուրիշները կորցրին ամեն ինչ, կամ որովհետև ընտրեցին սխալ կողմը քաղաքական պայքարներում, կամ որովհետև չկարողացան հարմարվել նոր իրականությանը։ Երրորդները պարզապես անհետացան, թողնելով Հայաստանը, սկսելով նոր կյանք այլ երկրներում, փորձելով մոռանալ այն ամենը, ինչ տեսել արել էին։ Բայց բոլորը նրանք, անկախ իրենց ճակատագրից, կրում են մեկ ընդհանուր բեռ՝ գիտելիքը, որ նրանք մասնակից էին համակարգի, որը սպասարկում էր ոչ թե Հայաստանը, այլ իրենց սեփական շահերը։ Հայաստանը, որպես երկիր, շարունակում է փոխվել։ Նոր սերունդը մտնում է քաղաքականություն, բերելով նոր գաղափարներ, նոր էներգիա, նոր հույսեր։ Տեխնոլոգիան բացում է նոր հնարավորություններ թափանցիկության հաշվետվողականության համար։ Քաղաքացիական հասարակությունը դառնում է ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, ավելի պահանջկոտ։ Բայց հին համակարգը դեռ այնտեղ է, թաքնված, ադապտացված, բայց դեռ գործող։ Այն ավելի չունի Դեմիրճյանի դեմքը։ Այն ավելի չկրում է նրա անունը։ Բայց այն դեռ հիմնված է նույն սկզբունքների վրա, կապերը կարոր են օրենքներից, հավատարմությունը կարոր է կարողությունից, տեղեկատվությունը իշխանությունը։ Հարցը, որը մնում է բաց, հարցը, որը Հայաստանը դեռ պետք է պատասխանի, հարցը, որը կորոշի երկրի ապագան, արդյոք մենք կարող ենք վերջապես կոտրել այս ցիկլը։ Արդյոք մենք կարող ենք ստեղծել համակարգ, որը հիմնված կլինի ոչ թե անձանց, այլ ինստիտուտների վրա։ Ոչ թե կապերի, այլ օրենքների վրա։ Ոչ թե անտեսանելի պայմանավորվածությունների, այլ թափանցիկ կանոնների վրա։ Դեմիրճյանը հավատում էր, որ նրա համակարգը անհրաժեշտ էր Հայաստանի գոյատման համար։ Թերս նա ճիշտ էր իր ժամանակի համար։ Բայց ժամանակները փոխվել են։ Հայաստանը այլևս խորհրդային հանրապետություն չէ։ Այն անկախ երկիր է, որը ունի հնարավորություն ընտրելու իր սեփական ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը չի կարող լինել անցյալի կրկնությունը։ Բայց ով կորոշի այդ նոր ճանապարհը։ Ով կունենա քաջությունը ասելու, բավական է, հին համակարգը պետք է ավարտվի։ Ով կունենա տեսլականը ստեղծելու նոր համակարգ, որը իսկապես կծառայի բոլորին, ոչ միայն ընտրյալներին։ Եվ ամենակարևորը, ով կունենա ուժը դիմակայելու այն դիմադրությանը, որը անխուսափելիորեն կգա նրանցից, ովքեր շահում են ներկայի համակարգից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ գրված չեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշվեն ոչ թե անցյալի, այլ ապագայի կողմից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կախված են մեզանից բոլորից, յուրաքանչյուր քաղաքացուց, ով պետք է ընտրի արդյոք ընդունել համակարգը այնպես, ինչպես այն է, թե պահանջել, որ այն փոխվի։ Կարեն Դեմիրճյանը մեռավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Բայց նրա ստեղծած համակարգը դեռ ապրում է։ Հարցը ոչ թե այն է, արդյոք այն ապրում է։ Հարցն այն է, քանի ժամանակ դեռ մենք թույլ կտանք, որ այն ապրի։ Եվ երբ մենք վերջապես կորոշենք փոխել այն, արդյոք մենք կունենանք քաջությունը գնալ մինչ վերջ։ Թե մենք կանենք այն, ինչ արվել է անցյալում, կփոխենք դեմքերը, կփոխենք անունները, բայց կպահպանենք էությունը։ Պատմությունը դեռ գրվում է։ Եվ միայն ժամանակը կկարողանա պատասխանել, արդյոք Հայաստանը կարողացավ սովորել Դեմիրճյանի դարաշրջանից։ Թե դատապարտված է կրկնել այն սերնդից սերունդ, մինչ որ վերջապես ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կոտրի այս անվերջ շղթան։